Բարև ձեզ բոլորին, իմ սիրելի հայ բարեկամներ։ Շատ հաճախ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչու եմ չեմ անում ուղիղ եթեր Լապշենի հետ եւ Ցիպինի հետ եւ ուրիշ մարդիկ հետ, որոնք կոչված են Հայաստանի ընկերներ։ Գիտեք ինչ, ես չնասած անձամբ ես չեմ ճանաչում ոչ Լապշենին եւ ոչ Ցիպինին, ես անձամբ նրանց չեմ ճանաչում, ոչ թե ես չեմ ուզում ծանոթանալ, ոչ թե շատ եմ ուզում ծանոթանալ, ճիշտն ասած, երբ որ ես որ մեծացել եմ, կարելի ասել, ես հիմա շատ հատուկ ընտրում եմ, թե ում եւ ինչ նվիրում եմ, ինչին նվիրում եմ իմ ժամանակը։ Եվ գիտեք ինչ, ես միշտ եմ ուրախ, երբ որ ես փնտրում եմ եւ գտնում եմ նոր լավ ընկերներին, չնայած որ մեր աշխարհում շատ ընկերներին չկան, իսկական ընկերներին, իսկական ընկերներ շատ չկան մեր աշխարհում։ Բայց պարոն Լապշենի եւ Ցիպինի նկատմամբ ես պետք է ասեմ, որ շատ ներողություն, բայց իմ կարծիքով, իմ սեփական կարծիքով մեր values, մեր արժանքները մի քիչ ուրիշ են, մի քիչ տարբերում են։ Պարոն Լապշինը եւ Ցիպինը ես մի քիչ տեսա նրան ելույթները, խոսում են ավելի պոլիտիկայի մասին, երկրների մասին, գիտեք, եւ մենք այստեղ ձեզ հետ խոսում ենք ավելի հոգևոր, ավելի պատմական, ավելի մշակութական բաների մասին։ Ես չեմ ասում, որ դա ավելի լավ է կամ ավելի վատ է։ Չէ, դրա մասին խոսքը չի, ես պարզապես ուզում ասել, որ եթե մեր արժանքները այսքան տարբեր են, դա նշանակում է, որ մենք շատ բաներ խոսելու համար չունենք։ Եվ ինչ ասեմ, ինչքան գիտեմ, Լապշենը հանրաճանաչված դարձավ բոլոր այս Ադրբեջանի պատմությունից հետո, Ցիպինը նախ աջակվեց Ադրբեջանը, հիմա Հայաստանը, ես չգիտեմ ինչ կատարում, բայց ինձ հետաքրքիր չէ ինչը կատարում է այնտեղ, քանի որ ես գիտեմ, որ ամեն դեպքում այս արժանքները իմ արժանքներ չեն։ Հուսով եմ, որ հասկացաք։ Շնորհակալություն ձեզ։